Ասիայից մինչև Աֆրիկա ու Եվրոպա։ Ռուսաստանի նախագահի հյուրերը աշխարհի 29 երկրների ղեկավարներ արդեն երկրորդ օրն է գալիս են։ Մայիսի 9-ին մասնակցելու հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առթիվ կազմակերպված հաղթանակի հանդիսավոր շքերթին։ Ռուս զինվորականներից բացի Կարմիր հրապարակում երթով քայլելու են 13 երկրների ստորաբաժանումներ, այդ թվում Չինաստանի, Վիետնամի, Լաոսի, Եգիպտոսի, Մոնղոլիայի, Բելարուսի, Ադրբեջանի և Ուզբեկստանի։ Հայաստանը զորախումբ չի ուղարկել, բայց վարչապետ Փաշինյանը արդեն Մոսկվա է մեկնել մասնակցելու զորահանդեսին։ Այսօր Մոսկվա են թռել նաև Զիմբաբվեի, Գվինեա-Բիսաուի, Բուրկինա Ֆասոյի նախագահները։ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Բելարուսի նախագահ Լուկաշենկոն նույնպես այնտեղ է։ Երեկվանից Մոսկվայում են Չինաստանի, Բրազիլիայի, Գվինեայի, Կուբայի, Սերբիայի, Մոնղոլիայի, Եթովպիայի ղեկավարները։ Հրավիրված երկրների առաջնորդներին Ռուսաստանի նախագահը անձամբ չի դիմավորել, բայց որոշ երկրների ղեկավարների հետ առանձնազրույց պլանավորում է Պուտինը։ Չի բացառվում, որ Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի նաև Փաշինյանի հետ։ Պուտինը արդեն հասցրել է ընդունել չինական պատվիրակությանը նախագահ Սին Ցզինփինի գլխավորությամբ։ Նրանք 3.5 ժամ բանակցել են ռազմավարական հարցեր քննարկել։ Չինական ու ռուսական կողմը տարբեր ոլորտներում համագործակցելու համաձայնագրեր են ստորագրել։ Դրանցից ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարությունը ստորագրել են անձամբ Պուտինը ու Ցզինփինը։ Այսօր Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես մեկ ընդհանուր համամարտկային նպատակ, հետևողականորեն պահպանում են մեծ հաղթանակի պատմական արդարությունը։ Ռուսաստանն ու Չինաստանը պայքարում են վերջ տալու նացիզմին։ Մեր ընդհանուր հերոսական անցյալը, ռազմական եղբայրությունը հուսալի հիմքեր են ամրապնդելու ռուս-չինական հարաբերությունները, ու այդ հարաբերությունները հասել են պատմական ամենաբարձր կետին։ Տոնական այս օրերին ռուս զինվորները չեն կրակում ուկրաինական քաղաքներում ըստ իրենց պաշտպանության նախարարության հաղորդագրության։ Այսօր կեսգիշերից հարաբերական անդոր է Ուկրաինայում, որը Պուտինի հրամանով տևելու է 3 օր։ Սակայն Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այսօր վաղ առավոտից Ռուսաստանի ռազմաօդային ուժերը 2 անգամ կառավարվող ռումբեր են նետել Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիի շրջանի վրա։ Ըստ ռազմաօդային ուժերի առաջին ռումբերը նետվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց գրեթե 3 ժամ անց, իսկ երկրորդ ալիքը սկսվել է դրանից 2 ժամ հետո։ Ռուսական կողմն էլ բողոքում է, թե ուկրաինացիները չեն պահել հրադադարը և որ ռազմական գործողությունները նույն ինտենսիվությամբ շարունակում են։ Չնայած Կիևը հենց սկզբից պաշտոնապես մերժել էր հրադադար հաստատելու Պուտինի առաջարկը։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։